Կիրեկի ժամը 22-ին Սուրանկյան այս եթերաշրջանի վերջին թողարկմանը դիտեք։ Բնակչության մոտ առկա մեծ քանակությամբ ապօրինի զենքն ու անպարժելիության մթնոլորտը, ինչու է քաղաքացիների մի մասը գերադասում հարցերը լուծել զենքով եւ ինչու արդյունավետ չեն իրավապահների կանխարգելիչ գործողությունները։ Տեսնում է, որ բռունցքները այլևս արդյունավետ չեն։ Որևէ քաղաքացի կամոմին զենք չի հանձնում։ Վստահության դեֆիցիտը պետական կառավարման համակարգի նկատմամբ հենց ստեղ կրակել էին ապակին հետ կրակել էին։ Այդ ամենը կարող էր ավարտվել այլ ելքով։ Հանուն Բաքվետ երկխոսության 19 հայ զոհաբերումն ու հգերիների օգնության կանչը, աբսուրդային ինչ մեղադրանքներ են նրանց ներկայացվել եւ ինչու են Հայաստանի իշխանությունները գրավորական կեցվածք ընդունել։ Բաքվում հայեր կան, որոնց համար 44-օրյան վերջին դրվագն է։ Ամենացավոտ ու չլուծված հարցերից մեկն է հայ ժողովրդի անցյալի եւ ներկայի դեմ է։ Տեղ է տալիս վայրի իրավակարգի, որտեղ կանոններ այլևս չկան։ Հնարավորություն չեն ունեցել արդյունավետ պաշտպանություն իրականացնելու։ Հերոսի կերպարի հետևողական աղավաղումն ու ինքնության պահպանման համար անտեսանելի պայքարը, ինչ հասարակություն է փորձում կառուցել պետությունը եւ արդյոք նոր պատերազմի դեպքում զինվորը նույնքան ջանադրաբար կկռվի։ 50-ից ավել տեխնիկա է խոցված։ Ինչպիսին հերոսներն ու հեղինակություններն են, այնպիսին էլ հասարակության շրջանում գերակայող օրակարգերն են։ Վնասաբար շրջվեցին ու տեսա, որ պատը դատարկ է։ Նրանց վերացումը կարող է լինել եւ պետական քաղաքականություն։ Զինվորների սխրանքը պատերազմի ելքով չի որոշվում։ Հանրությունը ցնցած կրակոցների հետքերով կամ ջրավազաններում թաքնված անտեսանելի վտանգները, բեռնատարի արգելակման համակարգի խափանման հետևանքներն ու ժամկետային զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթարի բացառիկ կադրերը։ Եթե ամրակապվածել եք, կփրկվեք։ Ալբերտ տեսակի զենքերը։ Արցախյան մի քանի պատերազմների մասնակցի վերադարձած հույսն ու քաղցկեղի հետ պայքարում նրա նոր աջակիցները, ինչպես ապացուցեցին, որ հայաստանցի արցախցի ջրբաժան գոյություն չունի եւ ինչու ստացված աջակցությունը չի դիտարկում միայն նյութական հարթությունում։ Մարդիկ, ովքեր մեզ չեն ճանաչում, փորձել են մեզ օգնել։ Շատ շնորհակալ եմ այդ մարդկանցից։ Մեր համար դա շատ կարևոր է։ Պետք է այդ գումարը, որ հաստատ շարունակի պահպանել բուժումը։ Առողջին իմ համ մեր երեխեք կողքին իմ համ իրանցից գոհնեմ։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։